Պողոս առաքյալի թուղթը Եբրայեցիներին գլուխ 2 Ահա թե ինչու մենք պետք է ավելի ևս ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ, որովհետև եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդիր պատիժ ստացան, մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անհոգ գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն։ Աստված էլ այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։ Քանզի հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խոսում ենք։ Մեկը վկայում է մի տեղ և ասում է. «Մարդն ինչ է, որ հիշես նրան, կամ մարդու որդին ինչ է, որ հոգածություն ցույց տաս նրա հանդեպ։ Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջացրիր, փառքով և պատվով պսակեցիր նրան և քո ձեռած գործերի վրա կարգեցիր նրան, ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերի ներքև։ Արդ ամեն ինչ հնազանդեցնելով նրան չհնազանդող ոչինչ չթողեց, սակայն այժմ դեռ ամեն ինչ նրա հնազանդված չենք տեսնում։ Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի, որովհետև վայել էր, որ Աստված նրա համար և նրանով է ամեն բան, կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուս է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։